Բարև ձեզ, Բուն TV-ի եթերում ֆանտաստիկ ոդքասթն է, որի շրջանակներում մենք խոսում ենք գիտաֆանտաստիկ եւ ֆենտեզի գրքերից, համակարգչային խաղերից, կոմիքսներից, այսինքն այն ամենից, ինչ կարող է հետաքրքրել գիքերին, ու ամբողջ գիտական ֆանտաստիկայի մեջ այն ամենասկզբից, երբ որ մարդիկ սկսեցին ինչ-որ տեխնոլոգիաներ մշակել, ստեղծել եւ այլն, արհեստական բանականության գաղափարը ոնց որ հիմքում էր, մեջն էր։ Ու գիտական ֆանտաստիկան sense իրականությունը sense պատտվեց գիտական ֆանտաստիկայի շուրջ, ինչ որ բաներ չեղան, տիեզերք թռնել, չգիտեմ ուրիշ աստղեր եւ այլն, ու եկավ ուղիղ արհեստական բանականության վրա։ Ու քանի որ գիտական ֆանտաստիկան ու արհեստական բանականությունը ծերտ կապված են, այսօրվա մեր հյուրը արհեստական բանականության մասնագետ է, գիտնական մեխանիկական ուսուցման մասնագետ Հրանտ Խաչատրյանը, բարև Հրանտ ջան։ Ողջույն։ Իմ ճանաչած քիչ հենց կոնկրետ այդ ոլորտի մասնագետներից ես։ Ու ես քանի որ ես ինքս շատ հեռու եմ, շատ եմ օգտագործում, ասենք, չգիտեմ, առօրյայում եւ այլն, բայց հասկանալ ոնց է դա աշխատում, իմ համար դա լրիվ ասում եմ բան, սև արկղ է։ Հիմա արի սկզբից մի քանի առավել անհանգստացնող թեմաների մասին խոսենք։ Արդյոք արհեստական բանականությունը, որը հիմա այս վերջի 2 տարվա, 3 տարվա մեջ մեկը կտրուկ մտավ առօրյա ու արդեն անբաժանելի մաս է դարձել, արդյոք ինքը ինչ որ վտանգ է ներկայացնում ցանկացած առումով։ Ինքը վտանգ է ներկայացնում այն իմաստով, որ ինքը շատ ուժեղ գործիք է տարբեր խնդիրներ լուծելու համար, ու այն մարդիկ, որոնք դա օգտագործում են, ահագին ուժեղանում են, այսինքն կարողանում են իրանց ուժը պրոյեկտել շատ ավելի լայն ու մեծ ձևով, ու եթե այդ մարդիկ ունեն նպատակներ, որոնք կարող է չեն համապատասխանում մարդկության մեծ մասի նպատակներին կամ հանրության համար վնաս են ներկայացնում, իրանք հիմա ահագին հնարավորություններ ունեն մեծ վնաս տալու։ Այդ ամենալայն իմաստով եմ ասում, ու դա իհարկե վտանգավոր է։ Մի հատ էլ ասպեկտ կա, որ կարող է ոչ այդքան գիտակցված ու կառավարելի լինի, դա կապված կլինի ավելի շատ տնտեսական էֆեկտների հետ, երբ որ կպարզվի, որ արհեստական բանականության միջոցով կարելի է որոշակի տնտեսական գործունեություն անել առանց մարդկանց, ու այդտեղ էլի ինչ որ մի մարդ է այդ ամեն ինչը կառավարելու, հա, այսինքն ինչ որ, չգիտեմ, բիզնեսների ղեկավարները կարող են շատ բաներ հանձնարարել արհեստական բանականությանը ոչ թե մարդկանց, ու դրանով էական փոփոխություն մտցնել աշխատաշուկայում։ Էսա որ մի քիչ տենց կարող է այդքան պարտադիր չէ էլի վատ նպատակով ունենան, հա, այսինքն ամեն բիզնես երբ որ ունի իր, չգիտեմ, տնտեսական շահը, դրան հետևելով ուղղակի բերի նրան, որ աշխատաշուկան մեծ փոփոխությունների ենթարկվի օպտիմալացնելու միջոցով էլի ասա։ Հա, այսինքն տեղ ոնց որ հիմնական տակը չկա տենց շատ վատ նպատակ, հա, մարդկանց սպանելու կամ պարապ թողնելու, բայց բերի դրան։ Իսկ մնացած սցենարները բացասական են, որ եթե ինչ-որ մեկը ուզում է, ասենք, այն ամենապարզ բաներից սկսած ինֆորմացիոն գործիքներում կեղծ տեղեկատվությունով հասնի ինչ-որ նպատակի, հիմա դա կտրուկ էժանացել, հեշտացել է, հենց այս 2 օրը, եթե հետևում եք Իրանի շուրջ տեղի ունեցող պրոցեսներին, արդեն երևում են նույնիսկ հենց պրո-իրանական ուժերի կողմից վիդեոներ են սարքում։ Վիդեոներ, այս վերջերս տեսա բան մի հատ արբանյակային լուսանկար, որ ինչ որ ամերիկյան ռադարի են խփել։ Հա։ Ոնց հասկացա ռադար չէր, ինչ որ ուրիշ բան էր, անտենա էր ինչ որ, ու իրոք խփել էին, բայց լուսանկարը կեղծ էր։ Հա, այսինքն բոլորի ձեռքում դա կա, սկսած է տենց համեմատաբար անվնաս բաներից ինֆորմացիոն դաշտում, վերջացրած որ պատերազմի կառավարումը կարելի է հանձնել շատ առումներով արհեստական բանականությանը ու շատ ավելի մահացու լինել, շատ ավելի արդյունավետ լինել եւ այլ, ու այդ էլ հենց վերջին օրերին շատ ակտիվ այդ թեման կա, հա, այդ անթրոպիկի եւ պենտագոնի բացահայտ կոնֆլիկտը։ Այդ թեման իմ համար մի քիչ անհասկանալի էր, ինչ էր տեղի ունեցել, ինչի անթրոպիկը, հա,
Այդ հետաքրքիր է։ Ես էլ շատ բան չեմ հասկանում, որովհետև ինձ թվում է հանրային հաղորդակցության մեջ ամեն ինչ չեն բացահայտում։ Հասկացել եմ հետևյալը, որ Պենտագոնը օգտագործում է Claude, այսինքն Պենտագոնը եւ շատ այլ ամերիկյան պետական մարմիններ ուղղակի ոնց որ բիզնես հաճախորդ են Anthropic-ի product-ների, այդ թվում Claude-ի, ու շատ գոհ են, հա, շատ իրանց տարբեր հարցերում օգնել է, թե կոնկրետ ինչու՞մ է օգնել ու ինչքանով է օգնել, լավ չեմ հասկանում, կարող է լինի ասենք հետախուզական տվյալների մշակումը արագացնում, ավելի արդյունավետ դարձնում, գուցե ինչ-որ բաներ են նկատում հետախուզական տվյալների մեջ, որ մասնագետների համար դժվար է այդ ամեն ինչը համադրելը, հա, գուցե sense բաներ է, բայց չեն ասում, հա, դա ենթադրություններ են, եւ իրենք փորձել են ավելի մեծ կոնտրակտի գնան Anthropic-ի հետ, որտեղ Anthropic-ը ասել է, որ պետքա մեջը կոնտրակտի 2 պայման ավելացնել, դրանցից մեկը այն է, որ մենք պարտավորվում ենք, որ այս տեխնոլոգիաները չեն օգտագործվելու ԱՄՆ քաղաքացիներին զանգվածային surveillance-ի հետևելու բոլորին հետևելու նպատակով մենակ ԱՄՆ քաղաքացիներին, ինչը նշանակում է, որ չի էլ քննարկվում, որ ասենք ԱՄՆ-ն կարող է դրանով հետևել մեզ, հա, այդ հեշտ է, հա։ Ինքն իրանով ենթադրվում է, ստացվել է, այսինքն հա դրա այդ բոլորը համաձայն են, բայց ԱՄՆ քաղաքացիների մասով Anthropic-ը ասում է, որ դա եկեք առանձին կետով ֆիքսենք, եւ երկրորդը, որ այդ տեխնոլոգիաները չեն օգտագործվելու լիարժեք ավտոնոմ սպանող միջոցների մեջ, այսինքն եթե ինչ որ համակարգ պետք է որոշում կայացնի, թե ստեղ խփում եմ, թե չէ, որի արդյունքում կարող է զոհեր լինեն, դրոնը լինի, ռոբոտը լինի, հա։ Արդյոք այդ որոշումը կարող է AI-ը ինքնուրույն կայացնի, թե պետք է անպայման մարդու միջամտություն, այդ երկուսի ուղղությամբ էլ Ամերիկայում ինչ որ օրենսդրական կարգավորումներ կան, որոնք երևի թե չպետք է թույլ տան այդ երկուսն էլ լինի, բայց ամենայն հավանականությամբ այդ մասն է, որ հասկացում եմ, որ լավ չեմ հասկանում, էլի ըստ երևույթին այդ օրենսդրական կարգավորումները կատարյալ չեն, հնացած են եւ այլ ու ոնց որ ինչ որ սողանցքեր կան, որի միջոցով, ասենք Պենտագոնը էլի կարողանում է այդ տեխնոլոգիաներով զանգվածային հետևի ամբողջ բնակչությանը կամ լրիվ ավտոմատ աշխատող զենք սարքի ու դրա համար Anthropic-ը պահանջում էր, որ այդ երկու կետը բացահայտ պայմանագրում նշվի։ Իսկ դրան զուգահեռ փաստորեն, քանի որ այդ բանակցությունը լավ չէր գնում, Ամերիկայի կառավարությունը փնտրում էր ալտերնատիվ, որ օքեյ, թե Anthropic-ի հետ չենք պայմանավորվում, բա ինչ անենք, որտեվ իրանց գործիքների մի մասը օգտագործում ենք ու պետք է։ Հա, ու այդտեղ որպես ալտերնատիվ հայտնվեց OpenAI-ը եւ պնդում են, որ իրենց եւ համաձայնվեցին ոնց որ Պենտագոնի պայմաններին, բայց երբ որ առնվազն հանրային դաշտում հարցնում են, բա այդ ոնց եղավ, որ համաձայնվեցիք, բա դուք չեք վախենում եւ այլ, ոնց որ թե ասում են, որ մենք կարծում ենք, որ Ամերիկայի օրենքները բավարար են, որ այդ կիրառությունները չլինեն։ Դա այսինքն իրանք համարում են, որ Ամերիկայի օրենքների շրջանակներում առանց հատուկ կետեր պայմանագրում գրելու կարելի է դրան հասնել, իսկ Anthropic-ը չէր համարում այդպես, ոնց որ ինչ-որ sense մի հատ տարբերություն կա, բայց այնտեղ հավանաբար ավելի խորը տեխնիկական տարբերություններ կան, որ մենք վատ ենք հասկանում, էլի, որովհետև գիտեք ոնց է այդ AI մոդելները իրանք աշխատում են ինչ-որ սերվերներում, որոնք պարտադիր չի, որ Պենտագոնի տարածքում են։ Այսինքն դրանք կարող են լինել ինչ-որ հիմնականում այդ ամպային կլաստերներում են, հա, Amazon-ի, Microsoft-ի, մյուսների, եւ որքան հասկանում եմ, այնտեղ մի հատ շերտ կա, թե Պենտագոնից ինչ-որ մեկը, որ ասենք իրանց ChatGPT-ին ինչ-որ բան է ասում, այդ դա ոնց է հասնում այն սերվերին, որտեղ այդ արհեստական բանականությունն է նստած, ու այդ շերտում կարելի է ինչ-որ հարցեր կարգավորել, հա, ու ինչ-որ տենց մի հատ բան նկատեցի, որ OpenAI դրա վրա է դնում, որ մեկա սերվերները մերն են, այսինքն եթե շատ վատ բան լինի, այդ փուլում մենք կկարողանանք վերահսկել, էլի, հա, բայց ինչը վերջ վստահ չեմ, ուղղակի քանի որ տեխնիկապես լիքը բարդ նյուանսներ կան,
կարող է իրոք հնարավոր է ոնց որ պայմանագրում չգրել, բայց հետո ուրիշ ձևերով ինչ որ մի բանի հասնել։ Մյուս կողմից չի կարելի բացառել, որ OpenAI-ը այնքան էլ տահոգված չի ամերիկացիների մասսայական լսումներով ու դեմ չի, որ մեկ-մեկ էլ տենց օգտագործի Պենտագոնը, էլի, հայ, ասենք անտրոպիկական Վենեսուելայում իրենք կոնկրետ օգտագործել են հետախուզական տվյալների կամ դաժե օպերացիան մշակելու մեջ շատ հնարավոր է ու այդ մասով դեբատ չկա, այսինքն այս ամբողջ աղմուկը, որ on-line հարթակում կա, դա Վենեսուելայի մասին չի, Վենեսուելայում որ ցանկացած ձևով կարելի է օգտագործել արհեստական բանականություն, այդտեղ ոչ մեկ հակասություն չունի։ Լավ, նայ, օրինակ գիտական ֆանտաստիկայում դեռ ասենք Այզեք Ազիմովից սկսած Ֆրենկ Հերբերտից սկսած, հետո կինոներում Տերմինատոր բանման այդ մտավախությունը, այդ միտքը եղել է, որ ինչ որ պահի ապագայում մարդկությունը բախվում է արհեստական բանականության գիտակցության հետ, որը թշնամական է տրամադրված մարդկանց նկատմամբ ու այդ բանականությունը ունի այնքան հնարավորություն, որ կարող է մարդկանց որոշ դեպքերում ոչնչացնի, որոշ դեպքերում մարդիկ մի կերպ կարողանում են հաղթելու լրիվ արգելում են, ասենք, արհեստական բանականությունը։ Հիմա մենք այն կետում ենք, որ մենք ունենք արհեստական բանականություն, մենք տենց մոտավորապես պատկերացնում ենք ինքը ուր է շարժվում, բայց ինչքանով է դու ասենք դու որպես գիտնական ոնց ես անում, ինչքանով կարա իր տեսականը լինի հենց այդ ֆանտաստիկ սցենարն է։ Ամենայն հավանականությամբ այդ ուղղությամբ չի գնում, այսինքն այն ինչ որ ես եմ տեսնում, գնում է շատ ավելի կառավարելի տեսքով, այսինքն խնդիրը այն է ավելի շատ, թե ինչքանով թույլ տալ մարդկանց, որ մարդիկ կարողանան դա կառավարել այն շրջանակից դուրս, ինչի համար ստեղծողները նախատեսել են։ Հա, օրինակ հենց այս խոսակցությունը, որի մասին խոսում էինք, անտրոպիկը ասում է, ես ուզում եմ, որ այս համակարգը չօգտագործվի մասսայական լսումների համար։ Հիմա, բայց ինքը ունակ է դա, այդ համակարգը ունակ է, այդպիսի բան անել։ Հիմա, եթե մենք փորձենք անտրոպիկի ծրագրերի միջոցով դա անել, ինքը կարող է մեզ բլոկ անի, կհասկանա, որ դա է, որտեվ իրանք այդ ուզում են համակարգի մեջ մտցնեն։ Հիմա ինչքանով հասանելի դարձնել դա, ասենք Պենտագոնին, որ կարողանա շրջանցել այն ինչը որ ներդրված է այն պաշտպանության մեխանիզմները, որը ներդրված է այդ AI-ի մեջ, հա, բայց այտենց ռիսկ չի քննարկվում, որ այդ AI-ը ինքնուրույն, ասենք առանց Պենտագոնի ուզելու եւ անտրոպիկի ուզելու կարողանա գնալ ու ինչ որ վատ բաներ անել, այսինքն այդ սցենարը իրականում չկա, ինքը բավականաչափ կառավարելի է։ Հարցը այն է, որ մարդը կոնկրետ դեպքում Պենտագոնից կամ այլ դեպքում այլ տեղից, եթե հրահանգ է տալիս այնպիսի բան, որ գնա սպանի, գնա այսարա, գնա այրանա, այդ արհեստական բանականությունը դա պիտի անի, թե պիտի չանի։ Այսինքն այդ պաշտպանության մեխանիզմը ինչքան խիստ լինի, որովհետև ես չեմ տեսնում, որ, այսինքն, ասենց ասեմ, հնարավոր է այնպես սարքել, որ այդ պաշտպանության մեխանիզմները չլինեն։ Դե բնականաբար, հա, ասենք։ Բայց այդպես չեն սարքում։ Ոչ մեկ այսօր այդ խոշոր խաղացողներից չի ուզում տենց սարքի։ Իսկ չի կարա, ասենք, նենց պահելնի կներես, որ ասենք, ինչ որ մեկը տունը ստեղծի ներոցանց, որը չունի այդ սահմանափակումները։ Ահա, կարող է դա լինի, այսինքն դա եւս, այսինքն ինքնուրույն չի լինելու, էլի լինելու է նրա հաշվին, որ ինչ որ մեկը դա հրահանգել է, ինչ որ մարդ։ Հա։ Ու իրոք, եթե ինչ որ մարդ այսօր փորձի ստարկել արհեստական բանականություն, որը չունի այդ սահմանափակումները, դա կարող է եւ հնարավոր լինի, ու քանի գնա ավելի հնարավոր կլինի, հա, որովհետեւ կան այդ բաց համակարգերը, բաց կոդով, որոնք շատ կարեւոր են ինովացիաների համար, հա, օրինակ եթե բաց համակարգերը չլիներ, մեր լաբի համար շատ դժվար կլիներ գիտություն անել այդ ոլորտում։ Բայց այդ նաև այդ ռիսկը կա, որ ինչ որ մեկը կարող է իր համակարգչի մեջ փորձի դրա ինչ որ տարբերակը սարքել, որը իր համար կլինի կառավարելի։ Ես դժվար եմ պատկերացնում, որ այնպիսի բան սարքի, որ իր համար էլ չլինի։ Բայց եթե ինքը հատուկ ուզենա նենց անել, որ իր կոնտրոլից դուրս գա, ընկնի ինտերնետում ազատ աշխատի ու չունենա որևէ սահմանափակում, դա երևի թե հնարավոր կլինի, ասենք առնվազն այդ սահմանափակումները լավ թույլաtsնել, թույլ տալ, որ մարդկանց սպանելու ինստրուկցիաներ գրի, ինչ որ բաներ իրականացնի, ինչ որ խակերություն անի, հա, մտնի ինչ որ կիբերհարձակումներ անի, այս կամ այն բանում ինքնուրույն, այդ հնարավոր է։ Ես
ուզում եմ ասեմ, որ դա ինքնուրույն չի լինի առանց մարդու միջամտության, հա, այսինքն այդ մի գաղափարը, որը ըստ երևույթին այդ ֆանտաստիկ գրականության մեջ կա, որ դա ասենց ինքնուրույն ծնվում է, բան, այդ դա դեռ չեմ տեսնում, որ տենց ինչ որ սցենար կա։ Իսկ ինքնուրույն չծնվել չէ, ասենք ինչ որ նեյրոցանց, որը հետո ինքն է ստեղծում ուրիշ նեյրոցանցեր, ինքնագրում, այդ դեպքում արդեն մարդել չկա այդ արանքում։ Հա, բայց այդ մարդն է ասում, որ գնա ստեղծի նոր նեյրոցանց, էլի, որ տենց նեյրոցանցերը իրանք շատ пассив են, այսինքն իրանք իրանցով ոչ մի բան չեն։ Օրինակ վերջերս այդ OpenClaw-ի բանի հետ կապված կարող է այդ աղմուկն էլ ձեզ ասած լինի, որ ինչ որ մարդիկ փորձել էին տենց սիստեմ սարքել, որ իրանց համակարգչի վրա միացնում են մի հատ AI, ու այդ AI-ը սկսում է իր կյանքով ապրել, հա, ինչ որ գործեր անում, նամակներ է կարդում, պատասխանում է, մտնում է ինտերնետում, ֆորում է սարքում, գրում է այնտեղ, եւ այլ, հա, իր բանով ապրում է, ու տես տպավորություն կարող է ստեղծվի, որ այդ նման է այդ ֆանտաստիկ գրականությունում եղած մտքերին, հա, բայց իրականում է դրանց հետևում մարդ է կանգնած, ով որ դրանց ասում է, գիտես ինչ, ասում է, ասենք 4 ժամը 1 մտի ինտերնետում այսիշ բանը կարդա, պատասխանի, հա, այդ ինստրուկցիան գրած է, այսինքն հենց այդ կոնկրետ OpenClaw-ի դեպքում հենց այդ օրը շատ հետաքրքիր է, ես բացեցի ու ինստրուկցիան կարդացի, թե ինչ էր գրել դրա հեղինակը, շատ հետաքրքիր, շատ տենց մարդանման բան էր գրել, էլի, որ մտի կարդա, եթե քո կյանքում այսօր հետաքրքիր բան ա եղել, ֆորումում գրի, հա, ուրիշների գրածը եթե դուրդ գալիս է, քվյարկի, upvote արա, հա, որ թող ռեյտինգը բարձրանա։ Սենց բաներ էր գրած, այսինքն մի 2 ինստրուկցիա էր գրած, թե ոնց քեզ պիտի պահես։ Հիմա եթե այդ ինստրուկցիայում գրես, գիտես ինչ ուզում ես արա, ինձ էլ անջատի, ոնց որ նենց արա, որ էլ ինչ չտեսնես, իմ հրահանգները չտեսնես, կարող է ինչ որ մի բան լինի, բայց այդ գալիս է նրանից, որ ինչ որ մեկը դա հրահանգել է, էլի, տենց ինքնուրույն, այսինքն ինիցիատիվա, իսկ այդ նախաձեռնողականության բանին հասնելը ընդհանրապես հնարավոր է, հնարավոր է, բայց անող չկա, այսինքն ոնց որ շատ իմաստ չկա դրա մեջ, էլի։ Օրինակ այդ իմ ասածը նախաձեռնողականության ուղղությամբ կարևոր քայլ է, եթե դու իրան ասես, գիտես ինչ, ասենք ժամը 1 միացի, մի սպասի ինձ, կարող ես քնած եմ, կարող է չկամ, դու ժամը 1 ակտիվացի, մտածի ինչ ես ուզում անես ու արա։ Հա։ Ասենք այդ ահագին նախաձեռնողականությունն է, չէ՞, իրան տալիս։ Իսկ այդ էլ չլինի, այդ ժամը 1 միացին, այլ հենց ինքը իրանով ինչ որ մի հատ նեյրոցանց, որ ունի այդպես բան հնարավոր է ընդհանրապես։ Դժվար եմ պատկերացնում, որ ասենք իմ համակարգչում ես դնեմ նեյրոցանց, իրան ոչ մի բան չասեմ, ինքը սկսի։ Այդ համակարգները սարքած են նենց, որ իրանք չատ են, էլի, ոնց որ իրանց պետք է մի բան ասես անեն։ Հիմա պետք է հատուկ սարքել, որ այդպեսին չլինի։ Լրիվ սկզբունքը ուրիշ պետք է լինի։ Հա, դու իրանք դե ասես, գիտես ինչ, օրինակ այդ իմ ասածը ինքը շատ թեթև ոնց որ տրյուկ է, հա։ Իրան նախաձեռնողականություն տալու։ Դու իրան մի անգամ ասում ես, որ ժամը 1 միացի։ Հա։ Մի սպասի ինձ։ Այդ արդեն էլի ոնց որ այս ծայրում ինչ որտեղ հրահանգ կա, բայց հետո արդեն ինքը կարող ահագին անկախություն ստանա։ Ընդհանրապես այդ արհեստական բանականության ոլորտի այդ հայտնի գիտնականները, օրինակ այն Ջեֆրի Հինթոնը, ինքը ասում էր, որ վտանգները սկսում են այն պահից, երբ որ դու տալիս ես իրան նպատակ ու թույլ ես տալիս այդ նպատակին հասնելու համար ինքը ինքնուրույն որոշի ենթանպատակները ու քեզ չասի, ոնց որ քո հետ չհաստատի դրանք, հա։ Այսինքն կասկածի տակ չի դրվում այն փաստը, որ առաջին նպատակ տվողը մարդն է։ Հա։ Այդ համակարգները տենց են սարքվում, որ առաջինը մեկը պետք է մի բան ասի, բայց հենց այդ նպատակը դրեցիր ու հետո ավելի մեծ ազատություն տվեցիր, հետո կարող է արդեն ոնց որ քո ուզած նպատակից շեղվի ու այդպիսի բաներ օրինակ հիմա հենց ծրագրավորման աշխարհում տեղի ունենում է։ Հա, այսօր կան AI գործիքներ, որոնք շատ լավ ծրագրավորում են անում ու տենց հարցա թե երբ որ դու իրան ասում ես, օքեյ, այս տեսակ ասենք սայթ սարքի, հա, ինքը ինչեր պիտի կարողանա անի առանց քեզ հարցնելու։ Օրինակ այսօրվա համակարգները իրանք անընդհատ հարցնում են, ասում են, օքեյ, սայթ սարքելու համար ինձ պետք է օրինակ, չգիտեմ, բազա սարքել։ Էսա պլանս, բայց ինքը քեզ մի հատ հարցնում է, հիմա այդ բազան սարքելու համար այս հրամանը աշխատացնեմ թե չէ։ Հա։ Դու կարաս ասես աշխատացրու, օքեյ, մի հարցրու, հետո ասես, գիտես, ոնց որ եթե ֆայլ պետք է սարքես ընդհանրապես մի հարցրու, հետո մեկ էլ գնում է, ասենք պետք է ինտերնետ մտնի մի բան ստուգի, ասում է կարամ մտնեմ ինտերնետ։ Հետո կարաս ասես, հա։ Հա, այսքան միշտ հարցում ամեն կա։ Այս բանին տենց են սարքում, որ հարցնի, բայց մարդիկ օգտագործողներ օրինակ ես, այդ ինտերնետ մտնելը ասում եմ, ուր ուզում ես մտի, էլի մի հարցրու, ոնց որ։ Հա, որովհետև հարմարության տեսակետից բանա, զզվացնող է, ասենք դու իրան հանրություն ես տվել, սպասում ես, որ ասենք գնամ թեյ խմեմ գամ 15 րոպեից պատրաստ կլինի,
15 րոպեից գայսս բարձում ասենք առաջի րոպեն մտածելուց հետո որոշել էր մի հատ сайт մտներ, թույլտվություն չուներ ու 14 րոպե սպասելա, որ ես գամ ասեմ, բայց օրինակ ֆանտաստների մոտ կա այդ պահը, այդ հենց որ նկարագրածը շատ հետաքրքիր ձևով կա, որ արհեստական բանականության տալիս են նպատակ, օրինակ չգիտեմ, փրկիր երկիր մոլորակը, օրինակի համար։ Ու չեն ասում կոնկրետ ինչ պետք է անի դրա համար, ինքն էլ գալիս է եզրակացության, որ երկիր մոլորակը փրկելու համար լավագույն եղանակը մարդկանց վերացնելն է։ Հա, հնարավոր է։ Այստեղ այսօրվա գործող AI-ներում հնարավոր չի, որովհետև այդ այսպես կոչված այդ ունեք Claude-ը դրանց ասում է constitution, հա, տենց ինչ որ մի հատ երկար դոկումենտ են նրանք պատրաստում ու այդ AI-ի մեջ սրսկում են, որ սահմանադրությունն է։ Հա, սահմանադրությունն է, որի մեջ այդ հումանիստական ամեն ինչը գրած է, հա։ Այսինքն այդ դրան հասնեն նրան, որ ինքը որոշի, որ մարդկանց սպանելով է պետք, դժվար կլինի, բայց ենթանպատակները, որ ինչ որ ուղղությամբ շեղվեն, որոնք մարդը չէր նախատեսել, կարող է լինի հենց նույն ծրագրավորման աշխարհում։ Ինչի եմ անընդհատ այդտեղից բերում օրինակը, որտեվ այդ ոլորտում ահավոր մեծ պրոգրես ա եղել վերջի 2 ամսում։ Այսինքն այս դեկտեմբերից սկսած այդ AI ագենտները իրանց նախաձեռնողականության ու պլանավորման մասշտաբներով նենց մակարդակի են հասել, որ հիմա շատ մեծ գործեր ա լինում անել առանց որևէ մարդու ներգրավելու, հա։ Ու այդ բոլոր խնդիրները իրանց ոնց որ ծրագրավորողական անալոգիաները բացահայտվել են։ Հա, ասենք հիմա լինում է դեպքեր, որ այդ որ իրան ասում ես ամեն ինչ արա, ոնց որ ֆայլերի հետ ինչ ուզում ես արա բանման, մեկ էլ ինչ որ չգիտես ինչի, բարձրացում ինչ որ բան սխալ է հասկացել, սխալ է արել, մեկ ինչ որ բան է ջնջել։ Այ ասում ես շատ վատ եղավ էլի, հա, ոնց որ ինքը մտածել է, որ իր նպատակին հասնելու համար պետք է ջնջել, ու դու տենց իրան լավ չէիր ասել, որ գիտես ինչ ուզում ես արա, բայց մի ջնջի էլի։ Հա, ու տենց մեկ էլ մի հատ բան է կորում, տենց լինում է հիմա։ Իմ հետ չի եղել, ասենք իմ դեպքում ինչքան ես էլ աշխատում եմ, ավելի շատ հակառակ ուղղությամբ եմ ջղայնանում, որ դե մարդը այդքան մի հարցերու էլի։ Հա, բայց կարող է լինի, այսինքն ենթանպատակը, ասենք ֆայլ ջնջելը տենց մահացու բան չի, հա, տենց մարդկության համար վտանգավոր շատ բան չի, բայց գործին վնասող բան կարող է լինի, այսինքն ինքը ինչ որ պահի որոշի, որ այդ ֆայլը պետք չի, սխալ հասկանա մի բան, կարող է ուղղակի սխալ լինի, ոչ թե գիտակցված վատություն անի, այլ սխալ մեկնաբանի իրավիճակը, սխալ հասկանա, թե ուր ենք հասել այդ ֆայլել, ում պետք կլներ բան, որտեվ իդեալական չեն այդ համակարգերը, էլի։ Ու տենց դնի մի հատ վնաս տա, բիզնեսը դու իրեն չի ասել, հա։ Լավ, այդ մի քիչ ավելի, որ ասում եմ, մեր մաշկին մոտ բաներ, օրինակի համար ամբողջ ինտերնետում հիմա հատկապես YouTube-ում լցված այդ տհաճ տեսանյութերը, երգերը եւ այլն, նկարները, այդ մի կողմ դրած, որ այդ ամեն ինչը ես հենց սկզբից միշտ կողմ եմ, հիմա էլ եմ կողմ AI-ին, այդ AI-ով ստեղծագործելուն, ես միշտ կռիվ եմ արել թեմա, որ չի կարելի սահմանափակել, եթե կա այդ գործիքը, մարդը իրանք ունի օգտագործի այդ գործիքը։ Բայց այնքան աղբա լցվում։ Պլյուս նաև գիտական հոդվածների այդ բաներում, կայքերում, օրինակ archive.org-ում ստիպված բան էին արել, որ եթե դու դնում ես գիտական հոդվածը, դու պետքա դնես նաև այդ գիտական հոդվածի հետ կապված բոլոր նյութերը, հետազոտությունները, որտեղ լիքը AI-ով գեներացված գիտական հոդվածներ են լցում անիմաստ։ Այ էդի ոնց է պետք դրա դեմ պայքարել, թե ինչ անել, թե մարդկանց բացատրել, որ Երիկա աղտոտեք ինտերնետ։ Չէ, դժվար է 8 միլիարդ հոգու բացատրել, որ պետք չի աղտոտել, դա ինձ թվում է անհույս է։ Ընդ որում կներես, լավ բաներ կան, հենց այդ AI-ով գեներացված հրաշալի վիդեոներ կան, չգիտեմ, նկարներ կան եւ այլն, բայց ահավոր ավելի շատ է։ Հա, չունեմ լավ ռեցեպտ, այսինքն պետքա ուղղակի նաեւ զարգանան տեխնոլոգիաները բովանդակությունը ֆիլտրելու։ Օրինակ հենց գիտության մեջ ամենանշանակալի խնդրը, որը շատ ջղայնացնում է գիտնականներին, դա նա, որ հոդվածներում արհեստական բանականությանը ասում են գրականության վերլուծությունը դու արա, ու գրականության վերլուծություն անելուց հալյուցինացնում է, ասում է, վայ, գիտեք, մի հատ հոդված կար, որտեղ sense բաներ նշած, ու հոդվածը չկա։ Ու հղում է դնում, այսինքն ինձ թվում է նույնիսկ այդ անողը, ով որ հրահանգը տվել է այդ գիտնականը, դա չի էլ ստուգում էլի, հիմա գրել է ոչի գնալու հաթաթ կարդա, հա, պետք է գնա, ոնց որ էթիկայի տեսակետից, բայց երբեմն չեն անում, ու
այդպիսի մի հատ բան է լինում, որ հոդված է ուղարկվում տպագրության կամ արխիվ, որտեղ հոդվածի հղում կա, բայց այդ գոյություն չունի։ Ու հիմա որոշ կոնֆերանսներում, իմ ոլորտի հենց AI-ի հետ կապված կոնֆերանսներում տեսել եմ, որ ավտոմատ ստուգումներ են դրել, որ եթե քո գրականության ցանկում կա մեկ հոդված, որը իրականում գոյություն չունի, քո հոդվածը ուղղակի չի դիտարկվում, ամբողջապես բրակավոր, ու վերջերս ինչ որ մի հատ տենց նորմալ դեպք, ինչ որ, չգիտեմ, ուսանողը մի բան սխալ էր գրել գրականության մեջ, ասենք 30-ից 1-ի մեջ, վերնագիրը սխալ էր գրել թե ինչ, տենց այդ ավտոմատ համակարգը սպանել էր ամբողջ հոդվածին, այդ մի քիչ բան է, հա, բայց տենց ահագին բան ֆիլտրվում, հա, որովհետև այդ շատ է ներվայնացնում, էլի, այսինքն դու ուղիղ խափում ես ու նենց բանում ես խափում, որ մարդիկ սովորաբար չեն ստուգում, էլի։ Արժեքը կորցնում է, էլի, ամեն։ Հա, հիմա այս կարգի գործիքները երևի պիտի շատանան, ասենք, եթե պետքա ունենանք գործիքներ, որով ավելի լավ կարողանանք կառավարել այն բովանդակությունը, ինչը մեզ հասնում է, հա, որտեվ այսօր այդ բովանդակության կառավարման գործիքները շատ հզոր են, բայց մեր օգտատերերին բավականաչափ գործիքակազմ չի տրվում դա կառավարելու։ Հա, ասենք Facebook-ում կա այն, որ կարաս ասես hide this ad, ասենք սա, այս գովազդը թաքցրու կամ sense բան ավելի քիչ ինչ ցույց տուր, բայց այդ իր համար սիգնալներից մեկն է, որովհետև Facebook-ի ալգորիթմը, որ դες ինչ որ բովանդակություն է ցույց տալիս, իր համար կարևոր մոտիվացիա գովազդի եկամուտը բարձրացնել է, հա, որ շատ մտնես, շատ բան տեսնես, շատ գովազդ սեղմես եւ այլ, ու այն որ քեզ դա դուր չի գալիս, դա էլի կարևոր է, որովհետեւ եթե անընդհատ նենց բան ցույց տա, որ քեզ դուր չի գալիս, դու չես մտնի Facebook, ու ընդհանրապես կկորցնեն քո գովազդային եկամուտը, հա, դրա համար իրանք ոնց որ փորձում են բալանսավորեն, ոնց անեն, որ համ այնքան լինի, որ համ մտնես, բայց համ էլ գումարել աշխատեն, էլի, հա, ու տարբեր, ասենք, սոցիալական հարթակներ այդ տարբեր որակով են անում, տարբեր բալանսով են անում, հա, ու այդտեղ ես օրինակ մեկ-մեկ զգում եմ, որ ինչ որ բաներ ասել եմ, օրինակ, որ, չգիտեմ, այդ ռիլերը մտան Facebook, ինձ ինչքան բերում էր մոբայլում, ես գրում էի հանի, հա, ու հետո շատ ջղայնանում էի, որ էլի է բերում, բայց հետո մի անգամ ինչ որ մեկ ուրիշի feed-ը նայեցի, տեսա, որ ինձ շատ ավելի քիչ է բերում, հա, այսինքն իրականում ոնց որ ինչ որ մասշտաբով բան է, բայց այնտեղ 0 չի, էլի։ Sense բան անում էլի արանք։ Հիմա այս քանի որ բովանդակության ծավալը անընդհատ մեծանալու է այս ամեն ինչի շնորհիվ, այդ գործիքները պետքա եւս ադապտացվեն, հա, այսինքն մենք պետքա կարողանանք ավելի լավ կոնտրոլ անել, որը ոչ միշտ է բխում այդ պլատֆորմների շահերից, ու ինչ որ մի ձև պետքա բալանսի գա դա, էլի, թե ասենք ինչը կարելի է ցույց տալ, ինչը չէ։ Հիմա օրինակ եթե AI-ով գեներացրած ինչ որ, չգիտեմ, երգեր են ու բաներ են, որոնք անորակ են եւ այլ, դա պետքա որ հնարավոր լինի ինչ որ խելոք AI-ով տարբերակել, էլի, ես ասենք, ինչքանով է հաջող բան ու կոնկրետ եթե դա քո ճաշակին չի բավարարում, դու պետք է կարողանաս ասես սրանցից ցույց մի տուր, էլի։ Հա, հենց այդ էի ասում, մենք քանի որ մեզ մնաց ընդամենը 2 րոպե, մենք եզրափակիչ։ Այ հենց այդ էի ասում, չես կարող այդ կոնտենտի դեմը առնես բնականաբար։ Բայց կարելի է ինչ-որ ձևով զտել որակյալ կոնտենտը, որը էլի աշխատանքի արդյունք է, որովհետև AI-ով մանավանդ որակյալ կոնտենտ ստանալու համար իրոք մեծ ջանքեր են պետք հիմա, հատկապես վիդեո կոնտենտ։ Դա պահել, բայց այն ակնհայտ աղբ ինչ-որ գործիք պետք է լինի, որ ինքը կարող ֆիլտրի, էլի։ Այդ շատ կարևոր է, այսինքն որ ասում եմ, ոնց որ սպառազինությունն է մրցավազքի նման, այս կողմից sense, այն կողմից sense, էլի, այդ ձևով միակ։ Ասենք մինչև հիմա եղել այդ ad blocker-ը, հա, գովազդները բլոկ անող, դրա ոնց որ ավելի զարգացած տարբերակը, որ նաև բովանդակություն անի։ Ավելի հենց AI-ին ուղղված։ Ապրես որ եկար, շատ հետաքրքիր զրույց էր։ Ինձ թվում է մենք էլի պետք է հանդիպենք, որովհետև էլի թեմաներ կան, հատկապես կինոյի թեմայով, որովհետև հիմա անենց վիդեոներ են սարքում, որ $200 միլիոն բյուջեով ֆիլմից հատված ոնց որ լինի, նստում ես prompt-ը գրում ես բերում է կամ համակարգչային խաղեր, մենք երբ մյուս անգամ քննարկենք հենց այդ հարցը, արդյոք ինքը չի բան անում էլի, ասենք ստորադասում կամ արժեք զրկում այդ ամբողջ այդ աշխատանքը։ Ծանր հարց է։ Հա։ Ապրես որ եկար։ Շնորհակալ եմ։ Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։